Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Երբ մենք ասում ենք թող լինի Աստծո կամքը, դրա տակ մենք տարբեր բաներ ենք հասկանում։ Երբեմն դա կարող է նշանակել, որ կան իրադարձություններ, որոնք մենք չենք կարող վերահասկել։ Դա կարող է նաև նշանակել, որ մենք ամեն ինչ փորձել ենք, ամեն ինչ արել ենք, բայց այլևս ոչինչ չենք կարող անել։ Կարող է նաև ինքնարդարացում լինել, այսինքն մենք մեր մեջ չենք կարող մեզ փոխել եւ ամեն ինչ դնում ենք Աստծո վրա։ Ինչ է Աստծո կամքի մասին ասում Սուրբ Գիրքը։ Մենք նույնիսկ չիմանալով գրափար, տերունական աղոթքը սովորաբար արտասանում ենք գրափարով եւ ասում ենք եղիցին կամքով որպես երկինս եւ երկրի։ Այսինքն դիմելով Աստծուն խնդրում ենք, որ նրա կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Դա ենթադրում է, որ մենք վստահ ենք, որ երկնքում, որտեղ չկա մեղք, չկա չարիքի դիմադրություն եւ այլն, նրա կամքը կատարյալ է։ Եվ մենք ցանկանում ենք, որ այստեղ նույնը լինի։ Արդյոք դա հնարավոր է։ Չեմ վարանի ասելու, որ դա կախված է նաեւ մեր կամքից։ Եթե բացարձակապես կախված չլիներ, այդ դեպքում ինչու ենք մենք ընդհանրապես դրա մասին խոսում։ Կնստեինք, կսպասեինք, թե ինչպես է Աստծո կամքը կատարվում երկրի վրա եւ այլևս անելիք չէինք ունենա։ Բայց ավետարանը խոսում է նաեւ մեր անելիքների, մեր ընտրության, մեր կամքի մասին։ Եղիցին կամքո արտահայտությունը ասացի տերունական աղոթքից է, որն ամբողջական տարբերակով շարադրված է Մատթեոսի ավետարանում լեռան քարոզի մի մասն է։ Այդ գրքի 6-րդ գլխում Տերը սկզբից խոսում է ողորմության եւ աղոթքի մասին։ Հետագայում մենք դրան կանդրադառնանք, բայց այստեղ պարզապես նշեմ, որ Հիսուս զգուշացնում է, որ պետք չէ ողորմություն տալ կամ պետք չէ աղոթել արտաքին էֆեկտի, PR-ի համար, այլ միայն մեր ներքին հոգևոր պահանջմունքը բավարարելու նպատակով։ Տերունական աղոթքը կարծես 3 մասի բաժանված լինի, եւ առաջին մասը խոսում է մարդու եւ Աստծո հարաբերությունների մասին։ Քո անունը, քո արքայությունը, քո կամքը։ Աստծո կամքի թեման հնչում է նաև Աստվածաշնչի տարբեր հատվածներում, եւ նույն Մատթեոսի ավետարանում կա այսպիսի դրվագ։ Արդեն մոտենում է մատնության եւ ձերբակալության պահը, եւ Հիսուս Գեթսիմանի այգում դիմում է հորը։ Եթե կարելի է, թող այս բաժակը, այսինքն դատը, մահապատիժը, ինձնից հեռու անցնի, բայց ոչ ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Այդ արտահայտության հիմնական իմաստը կարծում եմ այն է, որ մարդը բնազդաբար խուսափում է ցավից, տառապանքից, մահվանից, բայց ի վերջո նա պետք է հավատարիմ մնա իր սկզբունքին, իր գաղափարին, եթե այն համապատասխանում է Աստծո կամքին։ Գեթսիմանի այգում Հիսուս բնականաբար գիտի, թե ինչ պետք է անի, եւ աղոթքի ժամանակ ամրապնդվում է իր համոզմունքներում։ Եվ այդ դրվագը օգնում է մեզ հասկանալու տերունական աղոթքի եղիցին կամք քո արտահայտությունը։ Թող լինի ոչ միայն այն, ինչ որ ես եմ ցանկանում, այլև այն, ինչ որ դու ես ուզում։ Թող ներդաշնակություն լինի իմ եւ քո Տեր Աստված ցանկությունների միջև։ Եվ կարևորը ոչ այնքան իմ անձնական նպատակներն են, իմ անձնական ծրագրերն են, այլ որ աշխարհում հաղթի բարությունը, համերաշխությունը, խաղաղությունը, այն կարգը, որը կա երկնքում, ինչպես երկինս։ Ինչ ենք մենք այդ բառերը արտասանելով խնդրում Աստծուց, ոչ թե որ մեր կամքը համապատասխանի նրա կամքին, այնպես չէ որ ես ուզում եմ մի գեղեցիկ մեքենա եւ ցանկանում եմ, որ դա լինի Տիրոջ կամքը։ Ոչ, խոսքը ամենևին դրա մասին չէ։ Մենք խնդրում ենք, որ մեր կամքը փոխվի եւ համապատասխանի Աստծո կամքին։ Ոչ թե արտաքին հանգամանքները փոխվեն, ոչ թե ինչ որտեղից արև ծագի կամ մանանա թափվի, այլ մենք ինքներս փոխվենք, որ մենք կարողանանք ապրել այնպես, որ իրականացվի բարին եւ ճշմարիտը։ 19-րդ դարի մեր նշանավոր աստվածաբան եպիսկոպոս Խոսրով Անձևացին, Գրիգոր Նարեկացու հայրը, իր աշխատություններից մեկում գրում է, որ աղոթքները, այդ թվում տերունական աղոթքը, ոչ թե խնդրանքների շարան են պարզապես, այլ վերափոխվելու ճանապարհին որոշակի աստիճանակարգ։ Եվ այդ համատեքստում նա բացատրում է եղիցին կամք քո արտահայտությունը։ Դա նշանակում է, որ Աստծո կամքը մենք ուզում ենք, որ կատարվի ոչ միայն արտաքին աշխարհում, այլև մեր ներսում, մեր մեջ։
Եթե ուզում եք դա խնդրանք է, որ Աստված մեզ սովորեցնի, թե ինչ է պետք իրականում ցանկանալ։ Ինչպես տեսնում եք, դա ամենևին չի ենթադրում ինչ-որ կրավորական կեցվածք։ Պարզապես, եթե մարդու կամքը կարգավորվել է, այսպես ասած, նա այլևս հիմար եւ անիմաստ բաներ չի կամենում։ Եվ նա անձևացու տրամաբանությամբ սկսում է բարձրանալ աստիճաններով, որոնք նշված են տերունական աղոթքի հետագա տեքստում։ Այսինքն, եթե Աստծո կամքը գործում է մեր մեջ, ապա մենք կարող ենք ներել, կարող ենք չգնալ փորձությունների, գայթակղությունների, մենք կարող ենք փրկվել չարիքից։ Եվ այստեղ կարևոր է կամքի եւ հնարավորությունների միասնության եւ հակադրության սյուժեն։ Մենք չենք ուզում, թե չենք կարող։ Եթե ես ասեմ, որ չեմ կարող բարձրացնել 200 կիլոգրամանոց ծանրաձողը, որքան էլ իմ կամքը ուժեղ լինի, դա առարկությունների չի հանդիպում։ Ֆիզիկական սահմանափակումները հասկանալի են, բայց եթե ես ասում եմ, ես երբեք չեմ կարող այդ մարդուն ներել, դա արդեն կապ ունի իմ կամքի հետ։ Այստեղ ես կարող եմ աղոթել, որ Աստված ուղղորդի իմ կամքը։ Մենք կարող ենք միաժամանակ երկու տարբեր հակադիր բաներ ուզել։ Մենք կարող ենք ցանկանալ ազատվել որևէ կրքից, օրինակ նույն վրեժխնդրությունից, նույն հիշաչարությունից, եւ միաժամանակ կարող եք ցանկանալ այն մարդուց վրեժ լուծել, որը մեզ ժամանակին նեղացրել է։ Մեր կամքը այսպիսով երկրի վրա երկփեղկված է, իսկ աստվածային կամքը երկփեղկված չի։ Մեզնից է կախված, թե որ կամքն ենք մենք ընտրում։ Ընտրությունը մերն է։